Կարգավորող մարմինը չի բացառում, որ կարող են լինել անբարեխիղճ աշխատակիցներ, ովքեր կատարեն հավելագրումներ, ինչի մասին մենք խոսում էինք։ Հիմա հարց է առաջանում, նորեն հասկացե, որ չի բացառվում, որ այդպիսի աշխատակիցներ կարող են լինել, թե այն ժամանակ էլ գիտեին, ուղղակի չունեին այդ խիզախությունը դա հայտարարելու։ Շատ լուրջ վիրավորանք եմ տեսնում կապված բողոքների հետ իրենց մեկնաբանության հետ։ Եթե լսել եք, ու համոզված եմ շատերը այնտեղ եղել եք եւ լսել եք, որ բողոքների պատճառը մարդկանց օրենքի չիմացությունն է։ Հիմա ունենք երկու տարբերակ։ Մեր կառավարման ժամանակ բողոքների պատճառը իրենց ասելով խնդիրներն են, այսինքն այն խնդիրներ մարդիկ բողոքում էին։ Իրենց կառավարման ժամանակ բողոքների հիմնական պատճառը օրենքի չիմացությունն է։ Ուզում հասկանամ, այն ժամանակ մեր ժողովրդի օրենքները լավ գիտեին, բողոքում էին, հիմա իրենց օրոք արդեն մոռացան, չգիտեն այդ օրենքների մասին։ Այս վերաբերմունքը, անկեղծ ասած, դա արտացոլում է ամբողջ պետական կառավարման համակարգի վիճակը։ Ամբողջ։ Մարդուն հարց են տալիս, ես չեմ ուզում այդ սուբյեկտներին անդրադառնալ, ուղղակի հաշվի առնելով, որ իրենք են, շատ վատ է իհարկե, բայց իրենք են կարգավորում այդ ոլորտը, մարդուն հարց են տալիս, ասում են, ձեր կողմից նշանակված կառավարիչը սենց բան է հայտարարում կամ սենց գործողություն է անում, ասում է, դե այդ արդեն իրեն պետք է հարցնեք, այն որ այն ժամանակ ասում է, չի տիրապետում իրավիճակի եւ չի կարող կառավարել իր կողմից նշանակված կառավարչին, նեղանում են ինձանից։ Հիմա հետի կողմից հայցեր են տրվում, սա առաջ անգամ ենք խոսում սրա մասին, տկենի նույն հանձնաժողովի դեմ, մարդը գնում է այդ հայցերը հետ է վերցնում։ Այսինքն հետի բարի համբավի վերաբերյալ, շահեր կան, չէ՞ որոնք բախվում են։ Վերջին հաշվով հետը ունի սեփականատեր եւ սեփականատերը իրավունք ունի հետի բարի համբավի եւ այդ թվում նաեւ իր։ Հիմա օրենսդրական կարգավորումներով էս հնարավորություն են տվել, որ հետի անունից հայցեր են տրվում, հետի ժամանակավոր կառավարիչը գնում այդ հայցերը հետ է վերցնում։ Հասկանում եք աբսուրդը, որ իրավասությունը բացարձակ չունի, միգուցե օրենքով ինչ որ կետի վրա հղում անելու, բայց բարոյական խնդիր կա այստեղ, դու հետի կառավարիչն ես, դու էլ պետք է պաշտպանես հետի բարի համբավը եւ հետի իրավունքները։ Շատ վատ բան է տեղի ունենում, որ այն ինչի համար իբրև թե մեզ մեղադրում էին վթարները այսպես կոծկելու, քանակը նվազեցնելու հետ կապված, մենք ինֆորմացիա ունենք ու շատ հստակ, որ մոտարապես 40%-ով աճել է վթարների քանակը։ Հիմա հայտարարվում է, որ չի աճել։ Այսինքն գոնե վիզուալ բոլորս տեսնում ենք ինչ է կատարվում, բայց ես ձեզ ամենայն պատասխանությամբ ասում եմ, բազմաթիվ անգամ ասել եմ, հեծում երկիշխանություն է եւ մենք այս սկեչի պես ասած ամեն ինչ գիտենք։ Այդ պարագայում չեն կարող ոչ մի տեղ փախնել, բայց ամեն դեպքում կեղծեն հանձնաժողովն էլ բնականաբար որից է բանի վրա ուշադրություն չի դարձնի, որի արդյունքում կունենանք այս վիճակը համատարած սուտ ուղղակի խաբելու եւ վարկաբեկելու հետ կապված։ Հիմա խոսում են կൂട്ടակային կայանների մասին, իմիջիայլոց ձեզ ասեմ, որ եթե այդ կൂട്ടակային կայանների համակարգը գործեց, մեր հաշվարկներով եւ մասնագետների հաշվարկներով մոտարապես կրկնակի թանկանալու է արևային կայաններ, այդ ինքնավար արևային կայաններ դնելու արժեքը։ Բայց այստեղ եւս իրենց ապիկարությունը չեն ուզում ընդունել, որ 8 տարվա մեջ Հայաստան-Իրան 400 կիլովոլտ գիծը ուղղակի չեն հասցրել ավարտին։ Այդ պարագայում մենք ավելցուկ չենք ունենալու։ Բերում են Իսպանիայի օրինակը, Իսպանիան ձեզ ասեմ, եղել է առաջարկը պահանջարկից ավել, որի պատճառով 0 են նստել, այսպես տերմին կա, մասնագիտական։ Մեզ մոտ նույն խնդիրն է, բայց դրա մեղավորը միայն եւ միայն իրենք են, քանի որ արևային կայանների այդ աշճանի այսպես քվոտա տալը եւ իրենց դրած օրենքներով եւ կարգերով այդ հնարավորությունները նաեւ պետք է կանխատեսեն, որ առաջանալու է ավելցուկ եւ այդ ավելցուկը պետք է կարողանան կամ պետական մակարդակով պայեստավորեն, հետո երեկոյան ժամերին կամ գիշերային ժամերին սպառեն կամ պատրաստեն այդ
գիծը եւ այդ գծով գնալ իմիջիայլոց Վրաստանի հետ էլ ունենք նույն հնարավորությունները։ Այսպես ռևերս գծով հոսանք տալու եւ մեզ պետք եղած ժամանակ վերցնելու։ Հիմա այդ ապիկարությունը փորձում են նորից գցել հասարակ մարդկանց վրա, այսպես բոլորիս մահկանացուների վրա, որ արևային կայան դրանց նաեւ պետք է կուտակիչներ ունենան։ Ինչ վերաբերվում է արտադրող կայաններին արևային, Սակագնի մեջ ներառված է բավականին մեծ գումար, որ արևային կայանը անջատում են, որպեսզի այսպես ավելցուկ չառաջանա, այդ ժամանակ պետությունը պարտավորվում է փոխհատուցել անջատած արևային կայանի համար, որը Սակագնի հետ միանշանակ փոխկապակցված է, այսինքն Սակագնի մեջ է։ Այս ամբողջից ելնելով միանշանակ գալիս ենք այն համոզման, որ ուղղակի տեղի ունենում խաբեություն, մի քիչ ավելի քաղաքական կոնտեքստով ձեզ ասեմ, կապված վերջին ամերիկյան խոստումների հետ, այդ մոդուլային ատոմակայանների հետ, նախ ձեզ ուզում եմ տեղյակ պահեմ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում 23 թվականին տրվել է առաջի լիցենզիան մոդուլային ատոմակայանի նախագիծ անելու եւ կառուցելու համար 23 թվականին կանգնեցվել է շինարարությունը, որովհետեւ պարզվել է, որ իրականը նախագծից շատ ավելի թանկ է ստացվում, այսինքն այդ անգամ այդ 5+4 միլիարդը եւս հստակ թիվ չի։ Երկրորդը, ոչ ոք չի ասում դա վատ բան է, մենք ընդհանրապես ասում ենք, որ շատ սխալ է անում, որ այդ պետությունը չունի այդպիսի արած ինչ-որ մի բան, կառուցած մոդուլային ատոմակայան, որ դու գնաս տեսնես ոնց է աշխատում, ընդհանրապես իմ ինֆորմացիայով աշխարհում մոդուլային ատոմակայան դեռևս ցանցին կպած չկա։ Կա ռուսական, որը ցանցին կպած ինքնավար աշխատում է, իմ ինֆորմացիայով, հստակ չեմ ուզում ասեմ, բայց դա շատ նոր այսպես գիտություն է, որը դեռևս պետք է հղկվի, նոր մենք մտնենք, այսպես ասած, այդ պարտքի տակ։ Եվ ամենակարևոր հանգամանքը ոչ մեկ չի խոսում ինքնարժեքի մասին։ Մեր հաշվարկներով, եթե վճարվի այդ 9 միլիարդը 5 ատոմակայանի համար եւ 4 միլիարդը սպասարկում, եթե չեմ սխալվում, ինքնարժեքը լինելու է 60-ից 80 դրամ։ Այսինքն, այդ դեպքում կամ դա պետք է ուղղակի կառուցվի չաշխատի, որովհետեւ ինքնարժեքը թանկ է, կամ պետք է սակագինը թանկացվի, որովհետև արտադրվող էլեկտրոէներգիան արդեն ինքնարժեքը թանկ է, եւ երրորդ տարբերակը պետք է սուբսիդավորվի պետբյուջեից, թաքուն, չգիտեմ, կամ օֆիցիալ ինչ-որ ճանապարհներով։ Մեր վերջի հանդիպման ժամանակ, եթե հիշում եք, մի այսպես հարց հնչեցրեցի, որի պատասխանը մինչև այսօր չեն տվել, որպեսզի 26 թվականի սակագինը պահեն նույնը, էներգո համակարգում այսպես բալանս գոյություն ունի։ Կարող է հեծը ունենալ պլյուս, ինչ-որ գումար, ատոմակայանը մինուս, իրանք ընդհանուր բալանսով հասկանում են 3 տարբերակ է, կամ պետք է թանկացվի, կամ պետք է իջնի, կամ պետք է մնա նույնը։ Հիմա ատոմակայանի համար նախատեսել են մոտարապես 13 միլիարդ ինչ-որ այլ ֆինանսական եկամուտ։ Միջև այսօր չեն կարող բացատրել, թե այդ այլ ֆինանսական, մենք ունենք մեր կասկածները, բայց որովհետեւ մերկապահանոց չընչի, թող իրենք բացատրեն որտեղից։ Որ այլ տեղից այդ ֆինանսական միջոցները, վայր ջան, ուղղորդվում է, որպեսզի այսպես ցույց չտան, որ սուբսիդավորում կա, չեմ կարող ասել ինչ ճանապարհներով դա կլինի, բայց ինչ։ Միգուցե, չէ, վարկային ուրիշ բանել են արա, ատոմակայանը պարտավորություն ուներ վարկային, հետաձգել են վարկային պարտավորությունը, դա այլ խնդիր է, վերջինաշով այդ վարկը պիտի մարվի։ Մենք ունենք հիմնավոր կասկած, որ ամեն ինչ արվել է, որպեսզի 2026 թվականի միջև ընտրությունները սակագինը չթանկանա։ Այդ իսկ պատճառով, այսպես միանշանակ կարող եմ ասել, որ ընտրություններից հետո թանկանալու է հոսանքի սակագինը։ Նորից նույն գործելավոճի մեջ են այս մարդիկ, ամեն ինչ անել, հիշում եք, չէ՞, մինչև 21 թվականը ինչ էր կատարվում, ընդհանուր բիզնեսի մնացածի հետ, հիմա արդեն ընտրությունից հետո ինչպես խստացավ իրենց վերաբերմունքը հենց իրենց ընտրողների, հպարտ քաղաքացիների եւ վարչապետերի նկատմամբ։ Կարծում եմ նույն ավելի վատ ձևով սպասվում է 26-ից հետո։